Ողջույններս բոլորիդ, այսօր պատրաստելու ենք դդմիկով պիցցա։ Դդմիկից կարելի է պատրաստել ոչ միայն տապակած ուտեստներ կամ աղցաններ, այլ նաև զարմանալիորեն համեղ պիցցա, որը շատերին հաճելիորեն կզարմացնի։ Այս բաղադրատոմսում դասական խմորի փոխարեն օգտագործվում է դդմիկի հիմքը, որի շնորհիվ պիցցան ստացվում է ավելի նուրբ, հյութեղ և յուրահատուկ համով։ Սկսենք պատրաստելը։ Դդմիկը անց ենք կացնում քերիչի միջով։ Օգտագործելու ենք ընդամենը 2 հատ դդմիկ։ Քերած դդմիկը լցնում ենք տարայի մեջ, համեմում ենք աղով, խառնում ենք և դնում ենք մի կողմ, որպեսզի ջուրը դուրս տա։ Այդ ժամանակ կկտրատենք երշիկը, քերիչի միջով անց ենք կացնում պանիրը։ Սիրելիներս, եթե ձեզ դուր են գալիս իմ բաղադրատոմսը, իմ ալիքը, ապա դժվար չէ բաժանորդագրվել իմ ալիքին, հավանել, կիսվել և գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Այդպես դուք կօգնեք, որպեսզի YouTube-յան հարթակում իմ ալիքը մեծ տարածում գտնի։ Կլոր կտրատում ենք լոլիկը, իսկ հիմա քերած դդմիկը լավ ճզմում ենք։ Ասեմ, որ ընդհանրապես ջուր չպետք է լինի, որպեսզի այն լավ կպնի։ Այդ իսկ պատճառով այն հնարավորինս ճզմում ենք։ Կոտրում ենք մեկ ձուն, ավելացնում ենք 50 գրամ թթվասերը, համեմում ենք սև պղպեղով, կարմիր պղպեղով, ավելացնում ենք 100 գրամ ալյուրը և լավ ձեռքերով խառնում ենք։ Այն լցնում ենք յուղաթուղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և տալիս ենք պիցցայի տեսք։ Սիրելիներս, եթե արդեն հոգնել եք նույն ուտեստներից և ցանկանում եք փորձել նոր հետաքրքիր համադրություն, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Հաստատ արժի պատրաստել։ Վրան քսում ենք տոմատի մածուկը, շաղ ենք տալիս վրան քերած պանիրը, դնում ենք վրան երշիկը, դնում ենք վրան այնուհետև լոլիկը և վրան կրկին շաղ ենք տալիս պանիրը։ Դնում ենք 70 աստիճանի տակ միացրած ջեռոցը 15-ից 20 րոպե։ Այս պիցցան հիանալի միջոց է սեզոնային բանջարեղենը նոր ձևով մատուցելու և սովորական մթերքներից անսովոր ու շատ համեղ ուտեստ ստանալու։ Հուսով եմ, սիրելիներս, ձեզ բաղադրատոմսը դուր եկավ և կպատրաստեք և կկիսվեք ձեր կարծիքը մեկնաբանությունների դաշտում։ Շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Սպասեք թարմ և համեղ բաղադրատոմսերի։ Առայժմս